Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 31-ն է 2026 թվական։ Իրանի հետ կապված մենք ամեն օր ենք խոսում ու դա կրկնություն չի, որովհետև ամեն օր լարված իրանք խոսում են դրա մասին։ Եթե 50 անգամ էլ խոսեն, մենք պետք է 50 անգամ համբերատար ներկայացնենք իրանց ասածը, ինչու համար, որ պատկերացնենք Ամերիկան հռետորաբանությունը խստացրեց թե մեղմացրեց, Իրանը խստացրեց թե մեղմացրեց։ Ի վերջո մենք գիտենք, ցանկացած պատերազմից առաջ մի հատ գնում է լրատվական պատերազմը, քարոզչական պատերազմ, որ անխուսափելիությունը, որ պետք է հարվածեն։ Այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը նախապատրաստում էր Հայաստանի վրա հարձակման, մենք ամենօրյա ռեժիմով ասում ենք ժողովուրդ, Ադրբեջանը զինվում է, պատրաստվում է հարձակման, պատրաստվում է պատերազմի, մեզ ասում են ադրբեջանցին վախկոտ է, ադրբեջանցին պարտվել է, նա չի հարձակվելու, մենք Բաքու թե ենք խմելու, ինչ եք դուք խուճապ տարածում։ Արդյունքում եղավ, որ նախապատրաստեցին լրատվական պատերազմում հաղթանակ տանելուց հետո հանկարծակի հարձակվեցին։ Այս սա է, որ մենք պարբերաբար նայում ենք, թե Իրանի շուրջ ինչ է կատարում, որ մենք իմանանք մեզ հետ կապված դրանից մենք ինչ սպասենք։ Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչին ասել է. մենք կարևոր դասեր ենք քաղել եւ արժեքավոր փորձ ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան, մենք վերանայել ենք մեր հիմնական հնարավորությունները եւ այժմ էլ ավելի լավ ենք պատրաստ։ Սա պարզապես ամենապարզ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել ԱՄՆ-ին, եթե հարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ եւ շատ հզոր հակահարվածով, ասել է նախարար Արաղչին։ Հիմա նայենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Արի Լարիջանիին։ Քննարկման հիմնական թեման երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերն են եղել, մասնավորապես երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային կարևորագույն հարցերի շուրջ։ Ինչքան էլ Ռուսաստանի վիճակը բավական թույլ է Ուկրաինայի հետ պատերազմում, հսկայական կորուստներ կրելով փորձում է ինչ-որ ձևով առաջ գնա, բայց նույնիսկ այդ պարագայում ինքը մտածում է ցանկացած այլ տեղ խնդիր առաջացնեմ Ամերիկայի համար, որպեսզի թույլատնեմ Ուկրաինայի առումով ճնշումը, որովհետև Դոնալդ Տրամփը այնուամենայնիվ սիրում է գնալ Պուտինի ցանկացած ճանապարհով։ Իհարկե ինչ վերաբերում է նավթին, ամեն ինչ անում է, որ օթերը փակի Պուտինի, բայց եւ միևնույն ժամանակ մտածում այնուամենայնիվ գործարք կնքել Իրան ավելի ձեռնտու է, քան ասենք առճակատման գնալը Ուկրաինայի տարբերակով։ Եվ այդ պարագայում հիմա հենց Իրանի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգները լարվածությունը ավելացնում է, Ռուսաստանը անմիջապես որպես գործընկեր հիշում է, որ ինքը ինչ-որ պարտավորություններ ունի Իրանի հետ կապված եւ շատ դուրս գործընկերներ են, այսինքն որպեսզի Ամերիկայի համար խնդրեմ ստեղծի, նպատակը դա է։ Բայց դուք տեսեք, ինչա ասում Ադրբեջանից հենց նույն հարցի հետ կապված։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է. ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ անորոշությունը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում։ Իրավիճակն անկանխատեսելի է եւ այդ կապակցությամբ դժվար կլինի ճիշտ գնահատել բոլոր հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ։ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն իր մտահոգությունները Վաշինգտոնի հետ չի քննարկել, մենք այդ հարցը չենք քննարկում ԱՄՆ-ի հետ եւ նրանք նույնպես երբեք այդ թեմայով կապի դուրս չեն եկել մեզ հետ։ Հաջիևի խոսքով վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են վարել իրանցի իրենց գործընկերների հետ։ Հաջիևը հավելել է, որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն իրեն սեղմված է զգում երկու պատերազմների միջև։ Մի կողմից շարունակում է ռուս-ուկրաինական պատերազմը, մյուս կողմից Իսրայելի եւ Իրանի միջև դիմակայությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մասնակցությունն այս հակամարտությանը։ Այսինքն Ադրբեջանը, որ էներգետիկ ռեսուրսներն ունի, Ադրբեջանը, որ շատ լավ հարաբերություններ ունի թե Իրանի, թե Ռուսաստանի, Ադրբեջանը, որ շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այնուամենայնիվ իր համար այս անորոշությունը խիստ մտահոգիչ է։
եւ բացատրում է, թե ինչքան է կաշկանդված ինքը այս անորոշությունից, որ կարող է Միացյալ Նահանգները հարվածի կամ Միացյալ Նահանգները հետ քաշվի չհարվածի արդյունքում ինչ տեղի կունենա։ Դուք պատկերացրեք, թե եթե Ադրբեջանն է այդքան մտահոգված, բա մենք ինչու չենք մտահոգված։ Մի որևէ մեր հրապարակային հայտարարություն մեր իշխանությունների կողմից լսում եք, որ այն ինչ որ Իրանում կատարվում է մեզ համար մտահոգի չէ։ Դոնալդ Տրամպը այնուամենայնիվ դեռ հույս ունի, որ կարող է այս ճնշման արդյունքում ստիպի, որ Իրանը գնա համաձայնության։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է, Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, այս մասին, ինչպես գիտեք, անցյալ շաբաթ ես դադարեցրեցի 837 մարդու մահապատիժը, նրանք Իրանի իշխանությունները, այսինքն պատրաստում են կախաղան հանել նրանց, եւ ես նրանց ասացի, եթե դուք դա անեք, ստիպված կլինեք վճարել այնպիսի գին, որը ոչ ոք երբեք չի վճարել, եւ նրանք նահանջեցին։ Ես գնահատեցի դա, բայց շատ մարդիկ դեռ մահանում են, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Ես կարող եմ մեկ բան ասել, նրանք ցանկանում են գործարք կնքել, նշել է Թրամփը։ Ինչպես տեսնում եք, Իրանի պաշտոնյաների հայտարարություններից նրանք չեն խոսում գործարքի մասին, նրանք խոսում են հակահարվածի մասին։ Այսինքն այս պարագայում խոսել, որ նրանք ցանկանում են գործարք կնքել, ինչպես տեսնում եք, դա այդպես չի։ Հրաշալի կլինի, որ գործարք կնքեն եւ այդ մտավախությունները, որ մենք ունենք, արանքից դուրս գա, բայց ինչպես տեսնում եք, առայժմ դեռ այդ փուլում չեն իրանք։ Եվ հարցել ուղղակի հետաքրքիր բան էր, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Արքայազն Խալիդ Բեն Սալմանը Վաշինգտոնում փակ բրիֆինգի ընթացքում հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը չկատարի իր սպառնալիքները Իրանի հասցեին, ապա իրանական ռեժիմն ի վերջո ավելի կուժեղանա։ Սա այն է, ինչ որ ես եթե չեմ սխալվում 3 թե առաջ օրն այս թեմայի մասին խոսեցի, որ այն նշաձողը, որը Ամերիկան սահմանել է Իրանի հետ կապված, եթե ինքը չհարվածի, Իրանը կլկտի անա։ Որտեւ Իրանը լկտի անալը, որ Ամերիկան վախեցավ հարվածի, իսկ այդ պարագայում մենք խնդիր ենք ունենալու, որտեւ ասելու է, այդ դու էիր խաղեր տալիս Ամերիկայի հետ։ Ու չմոռանանք, Հայաստանը հավատարմության երթում էր տալիս Իրանին, արտաքին գործերի փոխնախարարը Իրանից եկավ Հայաստանը մասին, որ բոլոր ծրագրերը ուժի մեջ են, բայց երբ որ ստեղ ցույցեր եղան դեսպանատան առաջ, հակառակ կողմի, այսինքն նրանք ովքեր ոտի էին կանգնել Իրանում, ժողովուրդը միտինգներ էր անում, ցույցեր էր անում եւ այլ, Իրանի նշանակ դեսպանը շատ լկտի ձևով, ոչ դիվանագիտական խոսույթով Հայաստանին մեղադրում էր, դուք եք տենց անում, որ այսինքն ստացվում է այնպես, որ դուք աջակցում եք նրանց, մեր Իրանի իշխանության դեմ քայլերին եք հովանավորում։ Շատ կոպիտ ձևով, որ ինքը այդ ամեն ինչը ներկայացրեց, որից հետո մեր իշխանությունները ստիպված եղան արդարացնել, որ մեր մոտ խաղաղ ցույցերը մենք չենք ցրում, բայց հաջորդ օրը խաղաղ ցույցերը ցրեցին, որ խնդրեմ չունենան։ Այսինքն Իրանը ասում է ժողովուրդը հիշում է, որ դուք մեր դեմ եք աշխատել։ Դուք պատկերացնում եք, սա գնահատական է, եւ եթե Իրանը կարողանա Ամերիկային ստիպի, որ Ամերիկան հետ քաշվի, պայմանավորվեն, նշանակում է շորագալու ասել դուք եք Ամերիկային բերում մտցնում Սյունիք։ Մենք խնդիր ենք ունենալու։ Եվ բարեբախտաբար Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը Արքայազն Խալիդ Բեն Սալմանը նույն բանը Ամերիկայում ասել է, որ իմացեք, եթե դուք դա ֆիքսել եք ու չարեցիք, Իրանը ուրիշ ձևի է Իրան պահելու։ Դե մենք Արքայազն չենք, դրա համար մեր ասածը տենց չի տարածվում մամուլով, բայց համենայն դեպս գոնե հասկանում ենք ինչա կատարվում։ Բայց իհարկե դույն Սաուդյան Արաբիան հրապարակային Ամերիկային ասում էր հանկարծ չխփես, Իրանը մեր ընկերն է, էլի էս ինչ ես անում։ Սա հակասում է Սաուդյան Արաբիայի հրապարակային հայտարարություններին, որոնք նախազգուշացնում էին էսկալացիայից եւ այն խորը մտահոգությանը, որ հաջառանք Արքայազն Մոհամմեդ Բեն Սալմանը 3 շաբաթ առաջ հայտնել էր Տրամփին։
Այդ նախազգուշացումը դարձել էր այն պատճառներից մեկը, որի համար Թրամփը որոշել էր հետաձգել հարվածները Իրանի տարածքի վրա։ Այսինքն Սաուդյան Արաբիան հրապարակային ասում է դե ժողովուրդ ջան, դե հասկանում եք, ախր Ամերիկա ինչ է ուզում Իրանից, բերեք պայմանավորվենք, իսլամական համերաշխությունից էին խոսում, Ադրբեջանն էր նաև այդ ներողություն, Իրանն էր այդ մասին իրանց հետ խոսում, հեռախոսազրույց էին ունենում, տարբեր բաներ էին ճշտում Էմիրությունների հետ, Սաուդյան Արաբիայի հետ, բայց եւ միևնույն ժամանակ իրանք որպես գործից հասկացող մարդ Ամերիկային ասում էին, եթե դու ճնշումը ավելացրեցիր ու հետ քաշվեցիր, հակառակ ազդեցությունն ալնելու ձև քթի, որ լուծումը գտնես։ Այսինքն բնական բան է, որ նա այդ խորհուրդը պետք է տար, էլի, որ այդքան չեն ճնշումն ավելացնում, հետո հետ քաշվում։ Իհարկե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծը եւ գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան։ Վերջին փորձը ցույց է տվել, որ ողերիմ թշնամիները, ներառյալ սիոնիստական ռեժիմը եւ նրա արևմտյան հովանավորները անընդհատ փորձում են հրահարել պառակտել Իրանը։ Նրանք օգտագործելով սոցիալական պահանջները փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի, նշել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Փեզեշքյանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին եւ լուծեն նրանց իրական խնդիրները։ Սա իհարկե վերաբերում է ոչ միայն Իրանին, սա վերաբերում է նաեւ Հայաստանին, որ մենք ասում ենք, որ մեր իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ պարարթող եթե ներսում չի լինում, դրսում եթե չտեսնեն ներսում պարարթող, դրսից չեն կարող որևէ իշխանություն տապալել, նրանք պետք է ունենան հենարան երկրի ներսում, որ դա անեն։ Եվ դուք այսօր արհեստականորեն այդ հենարանը ստեղծում եք, որպես 2021 թվականի նման ստեղծեք մի հատ հրեշ Քոչարյանի տեսքով ասեք ժողովուրդ մեզ ընտրեք թե չէ Քոչարյանը գալիս է 26 թվականին լուզում եք նորից ցույց տակ ժողովուրդ եթե մենք չլնենք այս ռուսամետները գալու են երկիրը տանելու են եւ այլ ու անընդհատ ամբողջ թիմը իշխանական լծված է իր մեդիաներով մեծացնել ցույց տալ այդ չարիքը որ ռուսամետ ուժերը հսկայական վտանգ են մեր պետության համար այն դեպքում երբ որ նրանց էլեկտորատը շատ փոքր է Նրանց էլեկտորատը երբեք չի կարա 50% ձայն հավաքի բոլորը եթե միասին գումարվեն կամ առանձին հանդես կան բայց այնքան են իրանք արհեստականորեն դա մեծացնում որակարգը լցնում որ վաղը մյուս օրը դրսից կմտածեն որ Հայաստանում պարարթող կա դրա համար ավելի լավ է միջամտենք այսինքն դրան նաև նպաստում է Նիկոլ Փաշինյանը մտածելով որ դա է տարբերակը ժողովրդին իր շուրջ համախմբելու Բայց դա հակառակ ազդեցություն կարող է ունենալ, որովհետև չափը արդեն անցնում է։ Արդեն զգացում է, որ ամեն ինչ արհեստականորեն է տուրճացնելը։ Բայց դրանով էլ պարարթող է ստեղծում, որ դրսից մտածեն, Հայաստանում բավական մեծ էլեկտորատ ունեն նրանք, չունեն նրանք այդ էլեկտորատը։ Նրանք փողով լցնում են դաշտը, հանրային տիրույթը լցնում են փողով իրանց մեդիաներով, չգիտեք ոնց են անում։ Ինչի ժողովուրդը այդքան ձեն է տալու իրանց։ Դրա համար այս նույն բանը վերաբերում է նաև մեզ։ Մտածեք ժողովրդի դժգոհությունը դրսից չօգտագործեն։ Իսկ դուք մտածում եք, այս պարգևավճարը տանք, որ մեզ թիմը օգնի։ Ծափուցի ծախ գնանք, թրջկոտանք, տրջիկ տանք, էս անենք, այն անենք, բայց ժողովուրդը այդ ամեն ինչը տեսնում ասում է, չհասկացանք, էս ինչով եք զբաղված։ Այդտենց դուք այդտենց երջանիկ եք, հա, բայց ժողովրդի մասին ով պետք է մտածի։ Այսինքն դուք եք ստեղծում այդ պարարթողը, մտածելով, որ ավելի լավ է մեր թիմին այնքան փող տան, որ ատամներով պահեն իշխանությունը, որտեվ պահելով իրանց աթոռը պահում են իշխանությունը, ավտոմատ ձևով հակառակ արդյունք կարող է ունենալ։ Եթե այդքանը հասկանում է Իրանի պես երկիրը, որը նենց առանձնապես ուշքի չի գնում ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստելով, մենք առավել եւս պետք է դա հասկանանք։ Իրանի բանակի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր, բրիգադը դե գեներալ մայոր, եթե մեր ձևով ասենք, Ամիր Խաթամին Իրանի շուրջ ԱՄՆ ուժերի կուտակման ֆոնին հայտարարել այսօր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնում են լիակատար պաշտպանական եւ ռազմական պատրաստության մեջ։ Տարածաշրջանում թշնամու տեղաշարժերին ուշադիր հետևում են եւ մատը ձգանի վրա են պահում։ Իրանի զինված ուժերը վերջին ժամերին ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի։ Իսկ հիմա մի հատ թեմա, որ երեք սրա մասին խոսք գնաց, բայց սա կարևոր է, որ նայենք։
երբ որ հայտարարություն գնաց, որ հունվարի 20-ին Մեղրիի սահմանային հատվածում Իրանի Հանրապետությունից տասնյակից ավելի անձիկ են փորձել ներխուժել Հայաստան, նրանք փորձել են ապօրինի առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության փշալարային ցանկապատի վրայով անցնելով հատել Հայաստան-Իրան պետական սահմանը, արդյունքում նրանք ձերբակալվել են ԱԱՑ-ի կողմից եւ ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։ Այս առնչությամբ Հայաստանի քննիչական կոմիտեից պաշտոնապես հայտնել են, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ 7 անձ կալանավորված է։ Սա ինչով է շատ կարևոր։ Մենք միշտ մտածել ենք, որ եթե կոնֆլիկտի ժամանակ կարող է Թուրքիան ու Ադրբեջանը հաշվի առնել, որ մեր հարևանները ատրպատականն է, այսինքն էթնիկ ադրբեջանցիներ են, որոնց վրա շատ լուրջ ազդեցություն ունի Թուրքիան ու Ադրբեջանը, իրականում դրանք նույնը չեն, ոնց որ ադրբեջանցիները, եթե մի քիչ խորանանք կտեսնենք, որ նրանք լրիվ տարբեր են իրարից, բայց դա չի խանգարում քաղաքական առումով, ոչ թե էթնիկ, այլ քաղաքական առումով նրանց նույնացնել։ Եվ այդ պարագայում միշտ մտածել ենք, որ այդ մտավախության դեմը պետք է առնենք։ Կոնֆլիկտ Իրանում, հարված Իրանում կարող է առիթը օգտագործեն, մարդկանց փողերը տան, ասեն մտեք Հայաստան, դուրս չգաք։ Այնտեղ գնացեք կարմիր խաչը, կարմիր մահի կգա, սիրուն վրանները խփեն, գնացեք մտեք, ասեք չենք ուզում հետ գնանք, երկիրը անկայուն է։ Այսինքն դա կարող են արհեստականորեն հրահրել։ Իսկ մշտական այդ մտավախությունը ասել են, որ ասել են կանխարգելիչ քայլեր պետք է արվի, շատերն ասել են դե լավ ինչ եք մտածում, հիմա Կիկոսի մահը սարքեցիք իրանց ապուշ ուղեղով, մտածելով որ Կիկոսը իրականում գոյություն չի ունեցել, իսկ Հայաստանը գոյություն ունի։ Որևէ հավանական ռիսկերը գնահատելը դա Կիկոսի հետ որևէ առնչություն չունի։ Դատարկագլուխների համար առնչություն ունի իհարկե։ Բայց խնդիրը որն է, իրանք ոնց էր Ադրբեջանը մինչև մեր վրա հարձակվել է դիվերսիոն ներթափանցման փորձեր անում։ Մի հատ տեսնում էր որտեղ է թույլ, մի հատ տեսնում էր մեր զգոնությունը, մի հատ փորձարկում էր, հետո սկսեց պատերազմ։ Քարորիայից առաջ էր անում, քարորիայից հետո էր անում։ Հիմա նույն հաջողությամբ հիմա տեսեք, մարդը Իրանից ցանկանում է Հայաստան մտնի։ Այդ ինչ մի բարդ բան է Իրանից Հայաստան մտնելը որ։ Բայց այդեն չեք գաղտնի մտնում, չեք առանց փաստաթղթի մտնում։ Ինչ եք փորձարկում։ Բայց սա գալիս է ինչից։ Սա գալիս է նրանից, որ մենք ասում ենք վաղը մյուս օրը կարող է մենք խնդիր ունենանք, որովհետև այս փորձարկումները անելու արդյունքում մի օր առիթ օգտագործեն, ասեն ավելի մեծ հոսքերով մտեք Հայաստան։ Մենք պետք է շատ զգոնել ենք, շատ ուշադիր լինենք այդ ուղղությամբ։ Նշանակում է բարեբախտաբար իրանք աչալուրջ են եղել, իրանց հայտնաբերել են, բռնել են, ձերբակալել են, բայց դա քիչ է, մենք պետք է շատ ավելի ուշադիր լինենք, որտեղ մենք լավ գիտենք, թե ինչի կարող ընդունակ լինի Ադրբեջանը, Թուրքիան, որ այդ մարդկանց ասեն, համա վիճակները այդ վատա մտեք Հայաստան։ Այսինքն սա ընդհանրապես այս զգոնության հարցը նաև սթափության կոչ է։ Հասկացեք այն ինչի մասին, որ խոսում ենք, այս կարգի բաներով կարող է մեզ փորձարկել։ Հիմա մի հատ նայենք ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է փաստաթղթերի նոր փաթեթ կապված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության հետ։ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշի խոսքով հրապարակվել է ավելի քան 3 միլիոն ֆայլ, այդ թվում շուրջ 2000 տեսանյութ եւ 180,000 պատկեր։ Փաստաթղթերում Տրամպի անունը հիշատակվում է, սոցցանցերում եւ մի շարք լրատվամիջոցներում տարածվել է հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթուղթ, որը ներառում է նրա հետ կապված սեքսուալ բռնության մեղադրանքների ցուցակ։ Մեկ այլ փաստաթղթում ներկայացված է Իլոն Մասկի Էփշտեյնին ուղարկված 2013 թվականի նամակը։ Մասկը նախկինում հայտարարել էր, որ մերժել է Էփշտեյնի կղզիներից մեկն այցելելու հրավերը։ Հիմա խնդիրը որն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այս հարցի հետ կապված շատ կաշկանդված է, որ հանկարծ կարող է իրան լուրջ մեղադրեն այս ամեն ինչի մեջ, դա շատ սկանդալային պատմություններ, մանկապղծություն եւ այլ, պատկերացնեք, թե դա ինչ սկանդալ է։ Անընդհատ փորձում են չբացեն այդ գաղտնի փաստաթղթերը, բայց այնուամենայնիվ Դոնալդ Տրամպը համաձայնություն տվեց, որ բացեն, հասկանալով մեկը դա գաղտնի չի մնա ու իրան չի հաջողվի դրանից խուսափել։ Այն ասեկոսեներին ավելի մեծ վնաս է տալիս, իրան ավելի լավ է բացահայտվի, մի հատ տենանք տակից ինքը ոնց է դուրս գալիս։ Բայց եւ միևնույն ժամանակ Իլոն Մասկի հետ կապված էլ Մասկը հայտարարում է, որ ինքը դրա տակ չի մտել կամ ինքը մերժել է եւ այլ, այնուամենայնիվ այստեղ խնդիրը է, որ Դոնալդ Տրամպի հետ կապված սկանդալները, հատկապես շատ մեծ ու ագրեսիվ դերակատարությունը, որը ինքը ստանձնում է,
ինչ-որ միտեղ նաև մտածում են, որ 26 թվականի ընտրությունները կոնգրեսի, սենատի 1/3 ռոտացիան և կոնգրեսի ընտրությունները կարող է իրավիճակ փոխեն և Դոնալդ Տրամպը լուրջ խնդիրներ ունենա։ Իհարկե, միակ մարդը, որը երազում է, որ Դոնալդ Տրամպը խնդիրներ ունենա, դա Իլոն Մասկն է։ Իմիջիայլոց Ամերիկայի գործարար Իլոն Մասկը հայտարարել, որ աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է, այսինքն տարբեր պետությունների համախառն ներքին արդյունքով հիմա լրիվ այլ իրավիճակ ունենք, բայց մենակ ուժերի հարաբերակցությունը հնայով չի որոշում, բայց դա հարցի մի կողմն է, դա ուղղակի Մասկի ակտիվությունը, որ հիմա ցանկանում է հանրապետականներին ֆինանսավորի, մի մոմենտ նեղացել մի կողմ էր քաշվել, ընդհակառակ ուզում էր երրորդ ուժ ստեղծի, այդ երրորդ ուժով ինչ էր ուզում, ինքը գնա կոնգրեսի ընտրություններին, գնա այդ ընտրությունների ժամանակ այդ ուժը ձայն ստանա, մեծ փող դնի ձայն ստանա, եւ ինքը այսպես էր մտածում, համարյա ուժերի հարաբերակցությունը 50-50 է, չէ՞, մոտարապես, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Ինքը 10 ձայն կամ 5 ձայն էլ հավաքեր, կամ այնտեղ ստորին պալատում կամ սենատում։ Այդ 5 ձայնը բավարար է, որ առանց իրա որևէ մեկը մեծամասնություն չունենար։ Բայց երբ որ ինքը այդ թվաբանությունը լավ գիտի, որ այդ 5 ձայնն ավելին է, քան անգամ 49%-ը, որտեղ առանց այդ 5 ձայնի ոչինչ անել չես կարող։ Այդ հարցը Դոնալդ Տրամպն էլ երևի գլխի գցեցին իրան, ասին սենց բաներ անում ու ասեց լրիվ օթելդ կփակեմ, եթե դու հանկարծ տենց բան անես։ Հրաժարվեց դրանից, հիմա ցանկանում է փորձում է հիմա էլ հանրապետականներին օգնի։ Բայց մի խնդիր կա, երբեք չհավատաք Իլոն Մասկին, որտեղ Իլոն Մասկի երազանքն է, որ Դոնալդ Տրամպին իմպիչմենտի ենթարկեն կամ խփեն, որտեղ դա միակ ձևն է, որ ինքը Ջեյ Դի Վենսին փոխնախագահը դառնա ավտոմատ կերպով նախագահ, եւ այդ դեպքում նաև հնարավորություն ունենա, որ ինքը շարունակի հետագայում, որտեղ ինքը չի ցանկանում, որ այդքան ֆինանսական ռեսուրսան ներդրել Դոնալդ Տրամպի վրա եւ մեկ է ստացվի այնպես, որ Դոնալդ Տրամպը ընդամենը կարճ ժամանակ հետո գնա, բա ինքը ինչ է անելու, որ ինքը 100%-ով իր բոլոր շանսերը պետական կառավարման հետ կապված կկորցնի։ Դրա համար ինքը սկզբից նաև սարքում էր Դոնալդ Տրամպի գլխին, երբ որ մեծ վստահություն կար, ռազմական ծախսերը բերեք պակասացնենք, այս բանը սենց անենք, բարեփոխումները տնտեսական էս անենք, դատական համակարգի դեմ, այդ բոլոր բաների մասին խոսել ենք, երբ որ ինքը փառքի գագաթնակետին էր, երբ որ ասում է մի բան, եթե մարդը դեբիլ չի, բայց ասում է դեբիլություն, ուրեմն պատվեր է կատարում, բարդ չի հասկանալ։ Բարեբախտաբար այդ ամեն ինչը տեսակ Մասկի արած քայլերը եւ նրան մի մոմենտ անկյուն քշեց Դոնալդ Տրամպը, բայց հիմա իր երազանքն է, որ Դոնալդ Տրամպին տապալեն, որպեսզի Ջեյ Դի Վենսը դառնա նախագահ, այսինքն այն ժամկետը երբ որ աշխատի, որից հետո էլ նաև հնարավորություն կունենա առաջադրվել գործող նախագահի համար մի խնդիր չի, մյուս համար եւ կարա հնարավորությունն է շարունակել, իսկ այդ ընթացքում երկիրը կղեկավարի Մասկը, ոնց որ ինքը փորձեց դա անել Թրամփի ժամանակ, բայց իրան դա չհաջողվեց։ Իրան մի կողմ մղեցին, բայց ուղղակի պետք է իրան հիասթափացնեմ, չնայած ինքը արհեստական ինտելեկտի լավ մասնագետ է, նաև Մարս մոլորակ տիեզերանավ է ուղարկում, ամեն ինչ կարող է անի, բայց այնպես չի, որ ինքը այդ ամեն ինչը լավ հասկանում է, որովհետև եթե Դոնալդ Տրամպը իմպիչմենտի արդյունքում կամ իմպիչմենտի սպառնալիքի արդյունքում հեռացավ, նրանից հետո ավտոմատ կերպով, այո, փոխնախագահը դառնում է նախագահ, փոխնախագահը դառնալով նախագահ հաջորդ անգամ կուսակցության կողմից առաջադրվելու խնդիր չի ունենա, բայց կարող է չանցնի։ Եթե նախագահը զոհվել է, փոխնախագահը դարձել է նախագահ, նա հնարավորություն է ունեցել նորից ընտրվի։ Չթվարկենք բոլորին, Քենեդուց հետո էլ դա նույնն է եղել, Մակինլիից հետո էլ է եղել Թեոդոր Ռուզվելտը, որ եղել է, բայց եթե տապալվել են, ձախողվել է, ձախողվելուց հետո փոխնախագահը, որը դարձել է նախագահ, չի հաղթել։ Ես ուղղակի այդ օրինակը բերեմ, կարող է Իլոն Մասկը այդ ժամանակ բանում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում էր, այդքան ուշադիր չի եղել, էլի հեռվաշենից չի հետևել։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Ռիչարդ Նիքսոնն էր, Նիքսոնը 68 թվականին ընտրվեց, մի հատ էլ ընտրվեց 72 թվականին, բայց երբ որ սկանդալի մեջ ինքը ընկավ, Watergate-ի սկանդալը եղավ, որի պատճառով ինքը Ամերիկայի միակ նախագահն էր, որը հրաժարական տվեց 74 թվականին, այդ ժամանակ Ջերալդ Ֆորդը դարձավ նախագահ, բայց Ջերալդ Ֆորդը դառնալով նախագահ,
այդ պակաս ժամանակը աշխատեց, հետո առաջադրվեց, բայց պարտվեց։ Այն էլ պարտվեց, եսի մի ինչ թեկնածուի չպարտվեց դեմոկրատական կուսակցության, պարտվեց 39-րդ նախագահին Ջիմի Քարտերին։ Այսինքն Ջերալդ Ֆորդը անգամ Հելսինկի եզրափակիչ ակտ ստորագրող մարդը, Եվրոպայի անվտանգության շատ լուրջ գլոբալ հարց լուծող մարդը, ինքը չկարողացավ հաղթել։ Այն դեպքում, երբ որ Ջիմի Քարտերը ընդամենը մի ժամկետ պաշտոնավարեց, այսինքն ինքը տենց մեծ հեղինակություն չուներ։ Ուզեմ ասեմ, Մասկը եթե կարծում է, որ ցանկացած գնով, իմպիչմենտի գնով, եթե Տրամպի խայտառակության գնով Վենսը դառնա նախագահ, ինքը կարող է չկարողանա հաղթել ընտրություններին։ Իր հաշվարկները այստեղ սխալ են։ Ավելի լավ է թող ինքը մտածի մարսմոլորակ տիեզերանով թռցնելու։ Այդտեղ մենք իր հետ վիճել չենք կարող։ Իսկ հիմա նայենք Կուբայի հետ կապված էլ է լարվածությունը մեծացրել Դոնալդ Տրամպը, բայց դրան էլ պատասխան քայլեր նաև Ռուսաստանը փորձում անել։ Ինքը հո չի թողի, որ եթե դու Ռուսաստանի հետ ուզում ես գործարք կնքես, Ռուսաստանը քեզ հանգիստ չի թողելու։ Այդպես խեղճացած վիճակում Ռուսաստանը նորից աչքը գցում է Կուբայի վրա։ Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հայտարարել է. Կուբայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել, վկայակոչելով Միացյալ Նահանգներից եկող արտառոց սպառնալիքին։ Կուբայի ժողովուրդը միջազգային հանրության աջակցությամբ կանգնել է այն եզրակացության, որ ԱՄՆ կառավարության գործողությունները արտասովոր եւ արտառոց սպառնալիք են։ Այդ կապակցությամբ միջազգային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարում։ Ըստ նախարարի, սպառնալիքը բխում է ԱՄՆ-ի հակակուբայական նեոֆաշիստական աջ թևից եւ ուղղված է Կուբայի ազգային անվտանգության արտաքին քաղաքականության խթանմանը։ Հիմա տեսակ, սա ինչի համար այս պատասխան քայլը, որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում կայացեց արգելափակի Կուբայի հետ կապված, անգամ նավթի հարցը, Վենեսուելայի միջոցով էլ ցանկացած կապերը, մի խոսքով Կուբան ցանկանում է նորից բլոկադայի ենթարկի եւ այս ընթացքում իհարկե նաեւ Վենեսուելային համարելով, որ ամբողջական իր վերահսկողության տակ է, ԱՄՆ իշխանությունները Վենեսուելային կհանձնեն հունվարին արգելված լցանավերից մեկը։ Խոսքը Սոֆիա լցանավի մասին է, որը կալանավորվել է հունվարի 7-ին Կարիբյան ծովի միջազգային ջրերում։ Սա առաջին կալանավորված լցանավն է, որն ԱՄՆ վարչակազմը վերադարձրել է Վենեսուելա։ Այսինքն ինքը համարում է, որ լիովին իր վերահսկողության տակ է Վենեսուելան, կարող է նաև դրա հետ կապված նաև Կուբային ճնշելու քայլեր է արվում։ Բայց Ռուսաստանից արդեն արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. Ռուսաստանի եւ Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մոսկվան կշարունակի այն զարգացնել իշահ երկու պետությունների ժողովուրդների միջազգային անվտանգության եւ կայունության ամրապնդման։ Ռուսաստանն ու Կուբան ունեն առանձնահատուկ պատմական կապեր, մեր համապարփակ համագործակցության ավանդույթները խոր արմատներ ունեն եւ լայն սոցիալական քաղաքական աջակցություն են վայելում երկու երկրներում։ Միևնույն ժամանակ, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, այս համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ եւ չի կարող դիտարկվել որպես որևէ մեկի շահերին վնասող։ Մենք վճռականորեն հանձնառու ենք այն հետևողականորեն զարգացնելու մեր ժողովուրդների բարօրության եւ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման համար, ասել է Զախարովան։ Ինչպես տեսնում եք, այսինքն Կուբայի հետ կապված, ասում է Ամերիկա, եթե դու բլոկադայի գնաս, մենք ավանդույթներ ունենք, դե հիշում ենք 59 թվականի հունվարի 1-ի հեղափոխությունից հետո եւ նաեւ 62 թվականի Կարիբյան ճգնաժամը, այս ամբողջ ընթացքում այն Ռուսաստանի դերակատարությունը թուլացել է, բայց ուզում են Ամերիկային ասել, մենք կարանք քո համար խնդիրներ ստեղծենք։ Իսկ մինչև Դոնալդ Տրամպը չհաշտվի այն մտքի հետ, որ Պուտինի համար այնպես խնդիր ստեղծի, որ ընդհանրապես գլխի տեղն էլ չգտնի, ամենտեղ իր համար պետք է խնդիր ստեղծեն, արժե զրկեն իր խոսքը։ Իսկ Պուտինը հատուկ դեսպանորդ Դմիտրիևը հունվարի 31-ին Մայամիում հանդիպումներ կունենա Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ։ Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում, այսինքն վաղը։ Բայց մինչև վաղը հանդիպումը Դմիտրիևին կանչել են, ասել են մի հատարի, մենք իրար հետ ստուգ ենք, թե ինչ ենք անում, ինչ դասագրքերով ենք էլի գնում Աբու Դաբի, իդեպ արդեն մյուս հաղորդագրությունը տարածվեց, որ ինքը արդեն տեղ է հասել։ Արդյունքում մենք կհետևենք դրա, չնայած իրանք տենց դրանից մենք հրապարակային չենք իմանա, հայտարարություններ չեն անի, որտեղ պետք է բանակցեն, թե ի վերջո Աբու Դաբիում ինչ է կանում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը խոսելով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մասին ասել է. «Մենք շատ մոտ ենք համաձայնության հասնելուն»։ ԱՄՆ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կարող են հաջողությամբ ընթանալ առանց Ուիտկոֆի և Քուշների։ Ինքը համարում է, որ արդեն եկել է այն փուլը, որ Ուկրաինան և Ռուսաստանը կարող են միասին բանակցել, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մեծ ակնկալիքներ ունենալ դրանից կարիք չկա, որովհետև ի վերջո Ռուսաստանը պատրաստ չի զիջումների կամ պատրաստ չի պատերազմի դադարեցնելու, որտեվ չգիտի իր ժողովրդին ինչա բացատրելու, թե ինչի համար էր այս ամեն ինչը, երբ որ մարդիկ նայում են, որ տեսնում են իրանց շատ-շատ քաղաքներ այսօր ջեռուցման խնդիր ունեն, հոսանքի խնդիր ունեն, ջրի խնդիր ունեն, աշխատանքային ռեսուրսի խնդիր ունեն, որը ստիպված ինքը լուծում է չինացիներով ու հնդիկներով, հեռավոր արևելքի տարածքները տալիս չինացիներին, ինչքան կարող ես դու այդ դժգոհությունը զսպես, բա պատկերացեք հատուկ ռազմական գործողությունը դադարի եւ այս ճնշումն ու կաշկանդվածությունը, որ մարդիկ մի բան հայտարարում են, կալանավորում են, ասում են դու հատուկ ռազմական գործողության ժամանակ հակապետական հայտարարություններ ես անում, մի քիչ մամուլը ազատություն ունենա, մի քիչ ցույցերը ավելանան, մի քիչ էս է լինել այդ դժգոհությունը ջրեր ես դուրս գա, դուք պատկերացնեք Պուտինի գլխին ինչ օին կդնեն, Պուտինին պետք է անպայման պատերազմ շարունակի, եթե ոչ դեղ, ապա ուրիշ տեղ, այնա հազիվ մտել այլ ինչի համար ուրիշ տեղ դուրս գա, նենց որ մեծ սպասելիքներ դրանից ունենալ պետք չի։ Եվ միևնույն ժամանակ նաև ուշադրություն դարձնենք, որ Եվրոպան պարբերաբար հիշեցնում է, որ Դոնալդ Տրամփ հանկարծ չմտածեց, որ մենք քեզանից եթե կախում ունենք, դրա պատճառով մենք պետք է գերին դառնանք, մենք պայքարում ենք մեր անվտանգության համակարգը լուծելու հարցում, բայց եւ միևնույն ժամանակ մտածի, որ առանց Եվրոպայի դու էլ խնդիր կունենաս։ Իդեպ ես մի անգամեն դրա հետ համաձայն եմ եւ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայի կարիքն ունի նույնքան, որքան Եվրոպան ԱՄՆ-ի։ Նախարարն ընդգծել է, որ Եվրոպան Վաշինգտոնի համար ունի աշխարհառազմավարական եւ աշխարհատնտեսական նշանակություն։ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև կախվածությունը փոխադարձ է։ Իդեպ Բորիս Պիստորիուսը շատ դրական կերպար ինձ համար, ես պարբերաբար դրա մասին ասում եմ, որտեվ դե այդ մարդու գործին կարող ես նայել, ես ու Գերմանիայում չեմ ապրում, որ իմանամ իրան ոնց են ընդունում ժողովուրդը։ Ես ուղղակի նայում եմ դրսից, այն ինչ որ երևում է, այդ մարդը նույնիսկ այնքան կարևոր կադր էր, որ ինքը Օլաֆ Շոլցի ձախողված կառավարությունից հետո դե Շոլցին անվստահություն հայտնեցին, ընտրությունների արդյունքում փոխվեց եւ եկավ Ֆրիդրիխ Մերցը եւ բավական ակտիվ քայլերի անցավ, որակապես այլ քայլերի, քան Օլաֆ Շոլցի կառավարությունը, բայց այդ ժամանակ Բորիս Պիստորիուսը, որը պաշտպանության նախարար Շոլցի ժամանակ, շարունակեց պաշտոնավորել, որովհետեւ այդ պրոֆեսիոնալ կադրի կարիքը ուներ նաեւ նոր ադմինիստրացիան։ Դրա համար ուզում եմ ասեմ, որ իր խոսքը բավական հեղինակավոր է, բավական ծանրակշիռ, պարբերաբար այդ մասին խոսել ենք, նաեւ ասել ենք, որ առանց Եվրոպայի Ամերիկան դա մոտարապես ոնց որ հյուսիսային Մեքսիկա կամ հարավային Կանադա, ոչ ավելին, որտեղ ոչ մի առավելություն Միացյալ Նահանգները չի ունենա, եթե ինքը չունենա Եվրոպայի հետ միասնական հավաքական արևմուտք։ Ուղղակի ինքը կմնա մենակ։ Եվ ինչպես տեսնում եք, ոնց են ակտիվանում մյուսները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Կլկտյանը, Ռուսաստանը եւ այլ եւ այլ։ Այնպես որ իսկ Բորիս Պիստորիուսի հետ կապված նաեւ հարգանքը ես նաեւ տենց բաները չեմ մոռանում, էլի, երբ որ 2025 թվականին Մյունխենի անվտանգության ֆորումներ, որին եկել էր նաև Ջեյ Դի Վենսը, Ամերիկայի փոխնախագահը, դե հունվարի 20-ից իրանք պաշտոնը ստանձնել են, փետրվարի 14-ից 16-ն էր 2025 թվականը, այսինքն մի ամիսն էլ չէր լրացել, որ ինքը փոխնախագահ էր, մի հատ եկել էր ու Եվրոպային դասեր էր տալիս ժողովրդավարության, քաղաքակրթության, մի մուննաթ զուննաթը նայիր, մի նրա խոսալը նայիր, բայց որ նոր էին ընտրվել, չէին ուզում տեղը դնեն, բայց ի պատիվ Բորիս Պիստորիուսի, որը երկրի ղեկավար չէր, այլ ընդհանրապես պաշտպանության նախարար, հանդես եկավ եւ Ջեյ Դի Վենսին իր տեղը ցույց տվեց, որ ես ինչ ես եկել, ես ինչեր ես խոսում, ու դա իսկապես անմոռանալի էր, մանավանդ այդ լարված ժամանակները, որ նրա պատասխանը շատ ազդեցիկ ու շատ ծանրակշիռ էր։ Այնպես որ էդ էլ ուզեցա ձեզ ասեմ, որ իրավիճակը
Մի խնդիր էլ առաջացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը կարող է անխուսափելիորեն ֆինանսական փլուզման եզրին հայտնվել, եթե երկրները չսկսեն վճարել իրենց պարտադիր վճարը։ Կազմակերպության անդամ պետությունների պարտքերը հասել են 1.6 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը խնդիրների է բախվում, քանի որ ամենամեծ հովանավորը Միացյալ Նահանգները կամավոր ֆինանսավորման կտրուկ կրճատման է գնացել։ Իհարկե, այսպես նայենք, ինչպես է անդամավճարը որ իրանք վճարում են, համախառն ներքին արդյունքի չափով համամասնորեն իրանք վճարում են։ Ամենամեծ թիվը տալիս է Միացյալ Նահանգները, երկրորդ տեղը Չինաստանը։ Միացյալ Նահանգները փողերը չի տալիս, որովհետև Դոնալդ Տրամպը որոշել է, եթե չի կարողանում տապալել ՄԱԿ-ը, ապա գոնե ֆինանսապես ջարդի, որպեսզի այդ կառույցը չաշխատի, որպեսզի իր խաղաղության խորհուրդը աշխատի։ Իսկ Չինաստանը բարեխղճորեն բոլոր գումարները վճարում է եւ ինքը այդ առիթը բաց չի թողի իր դերակատարությունը ընդլայնելու, որովհետեւ ՄԱԿ-ը ուղակի արհեստականորեն տանել սնանկացման, որպեսզի դու տանես, ասես դե ինքը անիմաստ է, սպասեք ես իմ բանը աշխատացնեմ, դա նման է նրան, որ Դոնալդ Տրամպը արգելի մեքենաներ քշեն, որտեղ մարդիկ ստիպված են էշով մանգան։ Այն մարդկանց, որին դու մեքենաներից կիչացնես, էշին կնստացնես, քեզ ուղակի կուղարկեն տուն։ Այն մարդը, որ ցանկանում է մեքենան էշով փոխի։ Ես ուղակի օրինակը վերեցի, որ պատկերացնեք։ Այսինքն, եթե դու ցանկանում ես այդ քո արհեստական թղթի կտորի վրա գրած խաղաղության խորհուրդը, որ իրենց ոչինչ չի ներկայացնում, այդ թուղթը սենց ստորագրեցիք, սենց շատ գեղեցիկ ամեն ինչով ներկայացի, ուր է այդ թուղթը։ Ինչ շարունակություն ունի, ինչ ընթացք ունի, ինչ տեղի ունեցավ։ Հիմա նոր մտածում ես, եթե ՄԱԿ-ը չլինի, ՄԱԿ-ը փակվի, ուզեն չուզեն այդ պետք է անեն։ ՄԱԿ-ը չի փակվի, եթե փակվի, էլ ուրիշ բան կստեղծեն առանց քեզ։ Աշխարհը փուլ չեկա, որ ազգերի լիգայի անդամ չէր Ամերիկան։ Եթե Ամերիկան որոշել է աշխարհի հետ տենց հարաբերվի, այսինքն սենց պուճուրացնի էլի, սենց Տրամպի մի հատ դուքյան սարքի, չի ստացվելու դա։ Ամերիկան անգամ դա չի հանդուրժի, ուր մնաց թե աշխարհը։ Ռուսաստանի անվտանգության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ամբողջությամբ դարձել է արևմտյան քարոզչության մեքենան, զրկելով Դոնբասի եւ Ղրիմի ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից։ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին Դոնբասի, Նովորոսիայի եւ իհարկե Ղրիմի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ճանաչելու խնդրանքով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ի տարբերություն Գրենլանդիայի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չի տարածում Ղրիմի եւ Դոնբասի վրա։ Մեր իրավական հարցերի գրասենյակի կողմից շատ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք եզրակացրել ենք, որ ինքնորոշման սկզբունքը չի տարածում Ղրիմի Դոնբասի իրավիճակի վրա։ Մեր կարծիքով այս իրավիճակում գերակշռում է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Մենք լավ գիտենք 75 թվականի օգոստոսի 1-ի Հելսինկիի եզրափակիչ ակտում այնտեղ հիմնարար սկզբունքներ կար, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, սահմանների անխախտելիություն եւ ինքնորոշման իրավունք։ Ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը հավասարազոր սկզբունքներ են։ Դրա համար մի պարագայում գերակշռությունը, նախապատվությունը տալիս են նրան, մի պարագայում նրան հաշվի առնում որոշակի իրավիճակներ։ Հիմա խնդիրը նա է, երբ որ ասում են Կանադան, Գրենլանդիան բա ինքնորոշման իրավունք ունի, ինչու չունի ինքնորոշման իրավունք, ասենք բանը, Ղրիմը, Դոնբասը կամ ասենք այդ մյուս տարածքները, Խերսոնը, Զապարոժեն, ավելի անտրամաբանական բան դժվար է պատկերացնել, քան ասել է Մարիա Զախարովան։ Եթե նա ինքը ցանկանում է անալոգը անցկացնել Գրենլանդիայի հետ։ Նախ այդ տարածքներն դու օկուպացրել ես ու արել ես հանրաքվե։ Օկուպացիայի ժամանակ հանրաքվե է արել։ Ում կազմը որ գտնվում է, նա ընդհանրապես չի մասնակցել դրան, չի էլ վերահսկել, չի էլ տեսել ինչա կատարվում։ Դու մի կողմ ես շպրտել Ուկրաինայի իշխանությանը եւ հանրաքվե ես արել։ Հանրաքվե ես արել, նույնիսկ այն տարածքներն ես քեզ միացել, որտեղ քո օկուպացիայի տարածքում չի։ Ոնց ես դու դա համեմատում Գրենլանդիայի հետ։ Իսկ Գրենլանդիայում ինչա կատարվել։ Գրենլանդիայում Դանիայի նախաձեռնությամբ 2009 թվականին որոշում է ընդունել Դանիան այդ որոշումը ընդունել։ Ասել է, եթե Գրենլանդիան ինքը հանրաքվե կանի եւ կցանկանա ազատվել մեզանից, կցանկանա անկախություն ստանա կամ միանա որևէ մեկին, մեր համաձայնության կարիքը չկա։
Մենք ենք այդ լիազորությունը տվել Գրենլանդիային, իսկ Ուկրաինան այդ լիազորությունը տվել էր Ղրիմին, Դոնեցկին, Լուգարսկի, Զապորոժիային, Խերսոնին, տվել էր։ Մարիա Զախարովա, ախր լավ էլի հալքովդ մնա էլի։ Լգնեց ուրիշ բաներից խոսա գոնե որից խելքդ հասնում է էլի։ Այսինքն դու բերել ես նմանություն ես անցկացնում Ղրիմի օկուպացիան Գրենլանդիայի հետ։ Գրենլանդիայի երկիրը ինքն է համաձայնվել, որ նրան տա այդ լայն ինքնավարությունը, ինքն է համաձայնվել, որ նրան լիազորի այդ հնարավորությամբ։ Ուկրաինային դուք չեք էլ թողել ինքը մասնակցի դրան։ Ուկրաինան որևէ ձևով մասնակցություն չի, որովհետև դուք զորքը մտցրել եք, օկուպացրել եք։ Այնց որ մի բան էլ ուղղակի հիշեմ, կարդամ, Facebook-ը հիշացրեց, ուրեմն ինչ էր, Facebook-ը 2015 թվականին մի բան էի գրել, երբ այս տողերը գրում էի, Սերժ Սարգսյան նիա իրոքը դեռ չէր երկնել, փաստորեն ավելի հարստացանք։ Ուրեմն խնդիրը ինչին էր վերաբերվում, հիշում եք Սերժ Սարգսյանի իրոքը, էլի որ ասում է, իրոք, հա, բանա, դե վարունգը թարսեր բուսնում, հիշում եք։ Աշխարհի շատ երկրների ինչ էի ասել, ղեկավարներ հսկայական քաղաքական ժառանգություն են թողել գալիք սերունդներին։ Պաշտոնավարման ժամանակ բարդ խնդիրների հանգուցալուծումները ծնունդ են տվել բազմաթիվ աֆորիզմների ու թևավոր խոսքերի, որոնք մինչև օրս ուղեցույց են ծառայում շատերիս համար։ Ու երբ պատկերացնում եմ, թե ինչ քաղաքական ժառանգություն է թողնելու գալիք սերունդներին Սերժ Սարգսյանը, մտաբերում եմ նրա թևավոր խոսքերը, ամոթից գետինն եմ մտնում։ Իդեպ դա վերաբերում էր ոչ միայն Սերժ Սարգսյանին, ուղղակի այն ժամանակ նախագահ ինքն էր, ես կարող էի ինձ թույլ տամ գործող նախագահին ասեմ, քո ասածների համար ամոթ ու գետինն ենք մտնում։ Նույնն էլ ոնց որ ասում եք Նիկոլ Փաշինյանի համար այսօր ենք ասում։ Այսինքն մենք հետևից խոսածող չենք, ժողովուրդ ջան։ Ու դրա համար դա մենակ չի վերաբերում Սերժ Սարգսյանին, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, վերաբերում է Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանի պաշտոնաթողությունից հետո մարդիկ ինչ որ ժամանակ հետո պիտի ման կան գրադարաններում, որ գտնեն Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը ղեկավարել է 4.500 տարվա քաղաքակրթություն ունեցող Հայաստանը, ինչ ժառանգություն է թողել, ինչ մտքեր է թողել։ Մի օր ասում են Քաջազնունին սա ասեց, մի օր ասում են Վրացյանը սա ասեց, Ամերիկայի Միացյալ Նահանգները էքս-նախագահների համար բացում են գրադարաններ, հիմնադրամներ, բացում են մարդիկ գնում են աշխատություններ են կարդում, լուրջ մտքեր են ասում, լուրջ բաներ են ասում, մարդիկ ուսումնասիրում են, ներկայացնում են, թե այդ բեռը իր ուսերին վերցրած մարդը հանրությանը ինչ է թողել, ինչ ժառանգություն է թողել, ոչ միայն պետության տեսքով, այլ նաև այդ մտքերի տեսքով, այդ բեռը ուսերին վերցրած մարդու ինչը պետք է անեն, Նիկոլ Փաշինյանի թանգարանը պետք է Բառաբանի փայտիկները դնեն, ինչը պետք է դնեն, ցիլոն պետք է դնեն, ինչը, այդ իրա ոտանավորը, գրած երկերը, ինչը, դուք պատկերացրեք մենք ինչ ենք թողում հաջորդ սերունդին, Էսա մակարդակը, իսկ դա հնարավոր չէր, ասենք իմ կարգի մարդու աչքից վրիպեր, էլի, Քոչյանից պետք է հիշենք Մասանդրան, որ ստաղ երկիրը սկսել էր Մանսարդին Մասանդրա ասել, որովհետև դե Քոչյանն ասել, իրանք ով էին, որ դա չկրկնեին, որ Քոչյանին սխալ չհանեին։ Սերժ Սարգսյանին դե հիշում եք, էլի այդ ամեն ինչը պատմություն կամ Նիկոլ Փաշինյանին։ Էսա ժողովուրդ ջան, այս դաժան վիճակից դուրս գալու համար մի ձև կա, ճիշտ ընտրություն կատարել։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյա YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։